Ելենա Արշակյանի «Հարսնազորի լեգենդը» հեռուստասերիալում Հայկը շնչակտուր ներս է մտնում, կասկածներով լի, բայց իրականը տեսնելուց քարանում է։ Նրա աչքերի առաջ բացվում է այն տեսարանը, որը միայն թշնամու սարքած սցենարում կարող էր պատկերացնել։ Արմոն Նարեին բռնած ձևացնում է, թե ամեն բան կարգին է, իսկ Նարեն շփոթության, հուսահատության ու ցնցման մեջ է։ Նա մի պահ անգամ չի հավատում, որ Հայկն այնտեղ է, որ այս ամենը իրական է։ Միայն տեսնելով Հայկի դեմքի արտահայտությունը, նրա ցավն ու խորը վիրավորանքը սկսում է գիտակցել, թե ինչ է տեղի ունենում։ Եվ հենց այդ պահին նա հասկանում է, որ սա հերթական մանիպուլյացիա է, Արմոյի կողմից պլանավորված ու կազմակերպված։ Հայկը լիովին կորցնելով ինքնատիրապետումը բռնկվում է։ Իր կասկածներն այն պահին հաստատվում են, և նա հարձակվում է Արմոյի վրա։ Արմոն բնականաբար ինքն էլ պատրաստ էր նման սցենարի։ Նա սկսում է Հայկին սադրող արտահայտություններով լցնել մթնոլորտը, ասելով, որ Նարեն խաղալիք չէ, ում կարելի է պահել կամ թողնել, երբ հարմար է։ Այս խոսքերը միանգամից դարձնում են ամեն ինչ անձնական։ Հայկը, վիրավորված, խոցված ու տառապող, հարվածում է Արմոյին, պոռթկման այն ուժով, որը կուտակվել էր ամիսներ շարունակ։ Այդ մեկ հարվածում ներառված էր ամբողջ ցավը, որը կրել էր, Նարեի հանդեպ ունեցած սիրո, վստահության ու դավաճանության սահմանագծին կանգնելու արդյունքում։ Մյուս կողմից, Սոնան այդ նույն ժամանակ լուռ մենակ դուրս է եկել տնից, անհանգստացած վռամի վիճակով։ Նա չի կարողանում հանգիստ նստել, չնայած որ հայրն ու եղբայրը կարծում են նա իր սենյակում քնած է։ Միկոյի վերադարձից հետո Աբոն նույն վարկածն է կրկնում, ասելով, որ Սոնան վերևում է, հանգիստ, բայց իրականում Սոնան արդեն վռամի կողքին է։ Սաքոն էլ իր հերթին օգտագործում է ամեն հնարքը Սոնային իրենց տանը պահելու համար։ Նրա ծրագրերը պարզ են, ոչ թե որդու երջանկության ապահովումն է նպատակ, այլ Աբոյից նենգ անձնական վրեժ լուծելը։ Բայց վռամը չգիտակցված հակազդեցություն է տալիս, թույլ չտալով, որ հայրը Սոնային օգտագործի որպես իր վրեժի գործիք։ Սոնան, չնայած զգացմունքներին, գիտակցում է, որ իր ներկայությունը ավելի է լարում իրավիճակը։ Նա գնում է հրաժեշտի հստակ շեշտադրությամբ։ Տուն վերադառնալուն պես փորձում է լուռ մտնել, բայց Աբոն նրան կանգնեցնում է, եւ այստեղ արդեն բացահայտվում է նոր անսպասելի իրադարձություն։ Աբոն հայտարարում է, որ իրենց բոլորի համար նոր տարին վերջակետ է լինելու Հայաստանի հետ կապը։ Նա արդեն տոմսեր է գնել։ Իրենք միասին դիմավորելու են տոնը, հետո էլ օդանավակայան։ Սոնան արդեն բավական փորձված հուզական առումով չի կարող հավատալ լսածին։ Նա հակադարձում է, որ նման բան չի կարող լինել, բայց Աբոյի վճռական հայացքը միանգամից պարզ է դարձնում ամեն ինչ։ Նա այլևս չի պատրաստվում քննարկել։ Որոշումը կայացված է և բոլոր ճանապարհները փակ են։ Հարգելի հետևորդներ, արդյոք Հայկը կհավատա Նարեի անմեղությանը։ Գրեք մեկնաբանություն։ Աշնաջամ կասես։ Հեծանցքես աղբերս։ Հեծանցքես, հասկաց, մերսի։ Տոլման, այո, սուստոր։ Այո, տոլման, Մարիամ Ինձ ջարից մի քանի հատիկ բանա մեջը, սովորական ինչ հրանձով էլ կա սուտ մեջը։ տոլման։ Հա, մի քանի Ես որ ինքը ինձ նորմալ մամայություն է անում, հանգիստել ենք պատրաստել է, աղթանով, բանով, ամեն ինչով, տեղին, հետակա պորցիկացի հեչ լավը չէր։ Ով ասաց խի։ Դե ինչ էիր ասում, ասում էիր, տունը ճաշով… Տիկին անիկ, տակ ճաշով տղամարդն, որ չեմ պահում։ Տակ ճաշով, բայց դե փոքր ակ, մի օր կհասկանամ։ Երիտասարդ աղջիկ է, երեць։ Գոնե համամով, Մարոժին համովա։ Այսօր ինչ ենք պատրաստել։ Այսօր պատրաստել ենք շոկոլադե ֆանդան։ Լավը քեյք։ Ուզում եմ նշել, որ առաջին անգամ ենք պատրաստում։ Այն միջայլուց այդ դառը շոկոլադը գոլոշու վրա հալեցնենք, ավելացնենք կարակ։ Չաղանալու ենք։ Աշնաջամ կասես։ Հեծանցքես աղբերս։ Հեծանցքես, հասկաց, մերսի։ Տոլման, այո, սուստոր։ Այո, տոլման, Մարիամ Ինձ ջարից մի քանի հատիկ բանա մեջը, սովորական
Ինչ Հրանձով էլ կամ սուտ տոլմա։ Հա, մի քանի Ես որ ինքը ինձ նորմալ մամայություն է անում, հանգիստեր ենք պատրաստել է, աղցանով, բանով, ամեն ինչով, տեղին։ Սպասիբա։ Պորտիկացի հեչ լավ է, չէ՞։ Ով ասեցի։ Դե ինչ էիր ասում, ասում էիր, տունը ճաշով Տիկին Անիկ, տակ ճաշով տղամարդն։ Որ չեմ պահում։ տակ ճաշով, բայց դե փոքր եք, մի օր կհասկանամ։ Երիտասարդ աղջիկ է, երեկ։ Գոնե համամով, հա։ Մորոժնին համովա։ Այսօր ինչ ենք պատրաստել։ Այսօր պատրաստել ենք շոկոլադե ֆանդան։ Ամ լավ քեյք։ Ուզում եմ նշել, որ առաջին անգամ ենք պատրաստում։ Այն միջայլուց այդ դառը շոկոլադը գոլորշու վրա հալեցնենք, ավելացնում ենք կարակ, Չաղանալու ենք ամեն դեպքում։ հալացնում ենք, կարակնում շոկոլադը։ Պետք է ձուն խառնենք շաքարի հետ։ Ավելացնում ենք արդեն շոկոլադը, ու ավելացնում ենք ալյուրը։ Մի փոքր վանիլին։ Մի քիչ է ախ։ Ահա ինչի հիմարը։ Կա բացում է համը։ Կարող աղի լինի վերջում։ Կարող ինչ որ մարդիկ ասեն, որ սխալ ենք սարքել, բայց Կարող է նաև սխալ ենք սարքել, վերջի բացառում։ տարբեր բաղադրատոմսեր են փորձել, նույնիսկ ChatGPT-ին եմ հարցնել, դուր չեմ ասում։ Հա, դա բարեմ շփվում էր ChatGPT-ի հետ, ես որ եկա։ Մի փոքր պետք է լինի կակաոն։ Կիսում ենք նայսես 4 մասի, այսպես։ Եղա։ Կիբա տեղափոխում ջար։ Չպնել դաշվում եք։ Մեր մոտ չստացվեց ճիշտ ձևով ստանալ։ Ցենք ամեն Չի բացացել ուղարկի, չգիտեմ ինչ, երևի լավ չենք արել ինչ որ մի բան։ Չի ծորում։ Ինչա, շոկոլադե բլիթ։ Մորոժնին ու մարինան համով է։ Հա։ Մար լսի շուտ 3 հատ եմ տալի, դու շուտ պատասխանես։ Հա, ասա։ Քո սիրած գույնը, Ասել։ քո սիրած օրվա ժամը, Օրվա ժամը Հա։ 12։ այսինքն 12-ը որ մեկը։ Օրվա ժամը։ Այդ հիշեցի։ Շեբա։ Իսկ քո սիրած ուտեստը։ Սպապաս։ Վայ, մոյ սարիչն եմ սիրում, սպաս։ Բորշ։ Իրականում ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչի համար է սկսել գալ մազասրը։ Մի օր ուղղակի ինչպես էր չափել գործատեղը, ես չափեցի և հիմա դա մի կիլո սարսափելի թիվ, 81 սանտիմետր։ 81 սանտիմետր մեկի բոյի ու պատմվածքի համար շատ է։ Դիմակացեք ինչի եմ ստացել մազասրը, են դրա համար, որ տեսություն մեկը գոնե դարձնել 70։ Մալ իմ նկատակը։ Ես որ առաջ։ Ես ուզում եմ շնորհակալություն հաղթի մենք թերթը Եմին Արմենիա TV-ին